Շարունակում է Առավոտ լսող վիկենդը, իսկ մեզ մոտ այսպես շատ պատասխանատու պահ է հենց այս պահին, որովհետև մեր տաղավարում շատ կարևոր հյուրեր են հյուրընկալվել ու շտապենք նաև ու մեծ սիրով ներկայացնենք նրանց։ Մեր տաղավարում է բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, բարի լույս, պարոն Ծատուրյան, եւ իհարկե գեղեցկուի տաղանդավոր դերասանուհի Ջեմա Ադամյանը։ Բարի լույս, Ջեմա։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Պատահական չենք հավաքվել եւ հանդիպել նույնիսկ, որովհետեւ այսօր տեղի ունենալու մի շատ կարևոր առաջնախաղ։ Ինչ ներկայացման մասին է խոսքը եւ առասարակ ինչպես ծնվեց գաղափարը, մտահղացումը ումն էր։ Ուրեմն 35 տարի առաջ մետրո թատրոնում ես արեցի ներկայացում, որը կոչվում էր Ուիլիթի Տիջիկ եւ երեքն էլ մի աղջիկ։ Այս անգամ որ պետք է գործ անեի, բանը նայեցին, ասեցին, էս ենք ուզում թատրոնի Լուդվիգ Հարությունյանը բան, էս ենք ուզում, ասի, ես միշտ հանուն թատրոնի կարող եմ ամեն ինչին համաձայնել, միայն թե թատրոնի համար լավը լինի։ Ասեցի լավ։ Եվ փաստորեն վերաբեմադրեցի, բայց փառք Աստծո, թե ձևավորումը եւ թե կազմը լրիվ ուրիշ է։ Մետրո թատրոնի բեմը փոքր, բան ավելի բան, իսանը հսկա։ Եվ դերակատարները, որոնց հետ աշխատում եմ, աշխատել եմ, չեն գնացի արձակուրդ, ինչքան ասես ինձ հայոյել են այդ պատճառով, բայց բանի տեղ չեմ դնում։ Չեմ կարծում, բայց պարոն։ Հա, եւ ու հասանք մի վիճակի, որ արդեն կարելի է այս ներկայացումը հանձնել հանդիսատեսին։ Շատ է տարբերությունը 35 տարի առաջվա մետրո թատրոնի եւ բացի չափսերը, որ քիչ առաջ նշեցիք։ Ուրեմն է ամբողջ տարբերությունը։ 35 տարի առաջ, երբ որ մենք արեցինք մետրո թատրոնի բացման օրը, այս ներկայացումը, մութ տարիներն էին։ Հա։ 94 թիվ։ Եվ ժողովրդի մոտ կար մի վիճակ անհույս եւ միջայլոց մեր թատրոններ, որ միայն աշխատում էր, որտեվ բան էինք անում, լույսի հարցը լուծում էինք, մնացած ցախ թատրոնները փակ էին եւ ժողովուրդը լցվում էր։ Եվ ինչի այս ներկայացումը ծնվեց, որովհետեւ հերոսուհին որը հասնում է կյանքի հատակին, այնուամենայնիվ իր մեջ ուժ է գտնում կանգնելու ռելսերի վրա եւ նորից գնալու դեպի եւ ժողովրդի մոտ առաջանում էր հայելի պետք է ապրենք ինչ է եղի, հա, վատա, հատ չկա, բան չկա, ուտելիք չկա, չեմ անում, ոչ բան չկա, հույս չկա, չէ, պետք է հուսադրվեք։ Հիմա արդեն ուրիշ ժամանակահատված է։ Եվ շեշտերը իհարկե ես փոխում եմ, որովհետև այդ չի որ մարդու բնավորության ուժը պետք է ուժեղ լինես, որ կարողանաս հաղթահարել բոլոր դժվարությունները։ Սա կոչ է, որովհետև ես միշտ ուզում եմ հանդիսատեսին մտածելու առիթ, ցանկություն տամ։ Մի վհատվեք, մի թևաթափ եղեք, ուժ ունեցեք մեջներդ լավը տեսնելու, լավին գնալու, ոչ թե նենց ինչ որ։ Իսկ մեր ժողովրդի մոտ կա այդ բանը ցավոք սրտի։ Ինչպես սկսվեց ներկայացման նախապատրաստական աշխատանքները ինչպիսին էին։ Ընթացքը։ Եվ ինչքան ժամանակ են զբաղեցրել։ Ինչքան ժամանակ։ Առաջին փորձը մենք ունեցանք հունիսի 8-ին, հունիսի 8-ից մինչև օգոստոսի 31-ը մենք գրեթե ամեն օր փորձ էինք անում։ Այո, 3 ամիս փորձեցինք, հետո ընդմիջում եղավ, որտեվ թատրոնի կոլեկտիվը գնաց Ղազախստան ներկայացում ցուցադրելու, մի ամիս ընդմիջում, հետո եկան եւ հիմա արդեն մի 20 օր, 20 օր, այո։ Փորձում ենք արդեն որ այսօր պրեմիերան լինի։
Մենք վստահ ենք, որ շատ լավ է անցնելու, բայց դժվար է, բառասարակ 3 ամիս պատրաստվելը երկար է արդյոք, թե սովորաբար դա նորմալ է յուրաքանչյուր ներկայացում այդ ժամանակահատվածում։ Ինչու՞մն է խնդիրը, եւ երկար է, եւ ոչ երկար։ Ինչու՞, որովհետեւ այս մեր աղջնակը 3 պատկեր են այնտեղ, երկու գործողություն է, բայց 3 պատկեր եւ 3 պատկերի մեջ դա պետք է խաղա 3 ոչ թե 3 կերպար, այլ 3 տարիք։ Առաջինում 14 տարեկան է, երկրորդում 25 տարեկան է, երրորդում 40։ Եվ լրիվ ուրիշ մարդիկ, դրա համար էլ ճգնաժամային տարբեր փուլեր է։ 3 անուն։ 3 անունով մի աղջիկ։ Պարոն Սատուրյան, ինչպես ժաման ընտրվեց գլխավոր հերոսուի։ Այդ հարցը կարծում եմ նաև թատրոնի շատերին է հետաքրքիր էլի։ Դե չեմանա որ փոքրամարմինա, չեմանա որ դենց երեխա էլ կարող է լինել, մեծ էլ կարող է լինել, ավելի ինքն էր համապատասխանում, դրա համար էլ նրան վերցրեցել, չեմ ասում որ դե շնորհքով երեխա է, ասում են։ Այսօր կտեսնենք, իսկ մնացած դերակատարներն ինչպես են։ Արսենը, որին ես շատ եմ հավանում, կան ներկայացումներ կան, որոնք ես շատ եմ հավանում, չնայած իմը չեն, որովհետև կարևոր չի, հիմնայինը չի։ Շատ լավ ներկայացում է, մեր երիտասարդ ռեժիսորներից մեկի ներկայացումն է։ Արտուշ Միքայելյանի Տունը սահմանին ներկայացման Միքայելյանի Տունը սահմանին։ Փոքր գործ է, փոքր բեմում եւ շատ լավ բեմադրություն է, շատ եմ հավանում եւ այնտեղ բանն է խաղում Արսենը եւ շատ սուս բանման քեֆս բերեց ասի Արսեն այդ պատճառով էլ քեզ վերցնում եմ, որտեղ շատ եմ հավանել։ Սամվելնա Գրիգորյան մեր ահավոր նվիրված թատրոնին ազնվորություն Լիլիթը եւ Գայանեն, որոնք հիանալի են կատարում իրաց այդ խնդիրները, բաները, մաները։ Էլի 2 հոգի էլ կան, որոնք 3 հոգի իր սիրած տղամարդը, որի հետո իրան լքում կնում է, բան։ Ղարիբյան Սարգիսն է մարմնավորում։ Ղարիբյան Սարգիսը Եվ էլի 2 հաճախորդ փոքրիկ տերեր են, որոնք էլի շատ լավ վարագը, որի ես շատ եմ սիրում, որտեղ շատ համեստ, կարգի դերասան, շատ նվիրված։ Եվ Ազատը երիտասարդ դերասան է։ Երիտասարդ դերասան։ Այսինքն բոլոր այդ սերունդները կան եւ շատ գեղեցիկ համագործակցություն է։ Վստահաբար։ Ջեմա, մեզ պատմեք մի փոքր ձեր։ Ներողություն, մեջների բիձ են ես եմ։ Դուք միշտ երիտասարդ եք, պարոն Սատուրյան։ Այո, 80 տարեկան երիտասարդ եմ։ Բայց պարոն Սատուրյան, ընդհանրապես ձեզ նայողը չի ասի, որ դուք 80 տարեկան։ Մի անգամ ասի ես 80 տարեկան եմ, ասի, չի կարող պատահի, ասում, չի ասում, շատ 79 Չէ, շատ 69 է։ Այս դեպքում մաքսիմում 69 է։ Մեզ ձեր հերոսուհու մասին պատմեք, բարդությունները, կերպարը մարմնավորելիս, արդյոք նման եք, թե նման չեք, ընդհանուր գծեր ունեք, չունեք։ Մի քիչ խորքից կարող եմ սկսել։ Ինչու հիշեցի ամսի 8-ը, հունիսի 8-ը, որովհետև որ հարցրեցիք թե ինչպես ընտրվեցի ես այս կերպարի համար, այդ օրը ինձ համար աշխարհի ամենապատասխանատու, աշխարհի ամենալարված օրերից մեկն էր, որովհետև ես Նիկոլայ Ծատուրյանի մոտ պրոբայի եմ, այսպես ասած, լսման եմ, եւ դա ինձ համար ամենասուր քննություններից մեկն էր, որ իսկապես շատ էր լարում ինձ, ու դեռ այդ լարումը մինչև հիմա մնացել է, ինձ թվում է այսօրվա առաջնախաղից հետո դա նոր կթուլանա եւ կանցնի։ Իսկ կերպարը շատ հետաքրքիր կերպար է, նվեր կերպար է դերասանուհու համար, յուրաքանչյուր դերասանուհի ինձ թվում է կցանկանա խաղալ այս կերպարը, որովհետև բազմաշերտ է, բազմաժանր է, կարելի ասել, շատ հետաքրքիր է եւ անսահման հետաքրքիր են պարոն Ծատուրյանի առաջադրած խնդիրները, նրա աշխատելավոճը, թե ինչպես է ինձանից կարողանում ստանալ այն ամենը, ինչն նա ուզում է, ես չգիտեմ բոլոր ռեժիսորներն են արդյոք այդպեսին թե ոչ, բայց պարոն Ծատուրյանը ստանում է այն իսկապես ինչ ուզում է եւ դա ինձ շատ քիչ է մտածելու տեղիք տալիս, որովհետեւ ես թուլացած ստեղծագործում եւ թուլացած խաղում եմ, որովհետեւ ամբողջ գաղափարախոսությունը, ամբողջ իմաստը, բովանդակությունը պարոն Ծատուրյանը վերցրել է իր ուսերին եւ այնպեսի գեղեցիկ նոտաներով է դա ցույց տալիս, որ ես ընդհանրապես հաճույք եմ ստանում այդ process-ից։ Իսկ կերպարը ինձ թվում է յուրաքանչյուրը կկարողանա իր մեջ գտնել այս կերպարներից թե հատված, թե նախադասություն, թե ինչ-որ տարիք, մի խոսքով այս կերպարը կարելի ասել բոլորի նման է, եւ բոլորը հաստատ կգտնեն իրենց այս կերպարի մեջ։ Իսկ
ամենասիրելի հատվածը տարիքային կամ ներկայացման ամենասիրելի հատվածը եւ միևնույն ժամանակ ամենաբարդ հատվածը, որը հանդիսացել է ձեզ համար։ Ինքը ամենաշատ սիրում եմ գլուխ տալը։ Այո, ինչ խոսք, բագլոններ եմ շատ հավանում, բայց 3 տարիքն է յուրահատուկ են, 3 տարիքն էլ շատ հետաքրքիր են։ Այստեղ ունեմ տարիք, որը ես դեռ չեմ ապրել իրական կյանքում, դա է ամենաբարդը տրվում ինձ, բայց էլի կարելի ասել ամենահետաքրքիրը հենց դա է, որովհետև ես դա չեմ ունեցել։ Եթե առաջին պատկերում ես եղել եմ այդ տարիքում, ինձ հիշում եմ այդ տարիքում, ինչ որ զուգահեռականներ, համեմատություններ տանում եմ, ապա երկրորդում էլ նույնպես, ապա երրորդը չէ, երրորդը շատ հետաքրքիր է։ Ինձ հետաքրքիր է թե ես այդ տարիքում ինչ կլինեմ, ինչպեսին կլինեմ։ Պետք է հիշել քո այսօրվա ներկայացման խաղը ու սպասել երբ Իհարկե, Աստված ոչ անի եթե այդ տարիքում էտելնես։ Ահա։ Իսկ նպատակ ունեք հյուրախաղերով տարբեր քաղաքներում կամ գուցե երկրից դուրս հանդես գալու, թե դեռևս Գյումրու դրամատիկական թատրոնում եք։ Կառավարության խնդիրն է, գլխավոր ռեժիսորի, տնօրենի բան։ Իհարկե որոշ բարդություններ կլինեն, չնայած դրա նախկին ներկայացումը, որը կոչվում էր հրաշագործը, թե համազգային թատրոններ, թե բան միացյալ։ Եվ բերում էին դեկորը Երևան, այստեղ էին խաղում, տանում էին Գյումրի, այնտեղ էին խաղում, որ Նարնե Գրիգորյաններ, բաններ, հա, եւ հետո այնց եղավ, որ թրջվեց դեկորը, կանդվեց եւ այդ երեխան էլ մեծացավ, արդեն այնքան իզնից բոյովորյոր խտարը, էլ չէին կարող խաղայինք, իսկ վերականգնել չեմ ուզում, որտեղ դա նոր երեխա, բան չեմ սիրում, հա, իսկ ինչ վերաբերում է այս ներկայացմանը, էլի շատ ռելսեր են, մաներ են, ճիշտ է բացատարածք, բայց էլի բավական դժվար կլինի տանելը, եթե իհարկե ցանկությունը լինի միշտ։ Կարելի է երկու տարբերակով անել։ Մի հատ հենց տանը խաղալու համար, ծանր դեկորներով, քիչ բարձրացնելով, մի հատ էլ թեթև տրանսֆորմացվող ինչ-որ այսպես դեկորներ, որոնք ցանկությունն է կարևորը, եթե ցանկությունն եղավ, ամեն ինչ կլինի։ Մենք գիտենք, որ ներկայացման երաժշտությունն էլ նաև մեծ մասնակցություն եք ունեցել դուք։ Երաժշտությունը ինչպես ընտրվեց։ Այն ներկայացում, այն երաժշտությունը, որ անցած ներկայացմանն էր, նախ կորել էր չկար, հետո էլ ես ասացի, իսկ ինչի նույնը անենք, ես կոմպելատիվ ձևով հավաքեցի և բանը երաժշտական ձևավորումը դարձավ իմը։ Ով է ներկայացման բեմանկարիչը։ Հա, շատ նվիրված աղջնակ, քեֆս բերում է, անընդհատ թատրոնում է, ես գալիս եմ նա նստած է, ես գնում եմ նա նստած, ոնց է աշխատում, քեֆս բերում է, Անի Ռաշոյանը։ Հա, և հիացած եմ այդ երեխայով, ես շատ եմ սիրում պատասխանատու մարդու, որ հենց իրան լրիվ նվիրում է այդ գործին, ես էլ մեկ-մեկ ասում եմ, այ մարդ տիկնոջս եմ ասում, այ մարդ 80 տարեկան մարդ է դերիկ հայելի վերեգն եմ տեղս ասեց, հենց որ վերեգար բեռնելու ես, պտի աշխատես։ Չէ, դա հանցագործություն կլինի ձեր դեպքում, որ դուք չաշխատեք։ Չնայած իհարկե արդեն դժվար է, արդեն։ Երբեք էլ հեշտ չի եղել, պարոն Ծատուրյան, այդ տարիքի հետ կապ չունի։ Մի 10 տարի առաջ ես 18 ժամ կարող եմ անընդհատ փորձ անեմ։ Հիմա 2 ժամից հետո Բայց հիմա այդ 2 ժամում եք 18 ժամվա աշխատանքն անում ընդամենը։ Այո։ հա, Վստահաբար։ դուք շատ իմաստուն տղա եք, շատ։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ գեստները ումն են, գեստների հեղինակը։ Գեստների հեղինակը մեր թատրոնի նկարչուհին է, Լուսինե Խաչատրյանը։ Պարոն Ծատուրյան, հանդիսատեսից ինչ եք ակնկալում։ Ուրեմն ասեմ ձեզ, որ սա ոչ թե ես շատ եմ սիրում Գյումրի քաղաքը, չնայած ես գյումրեցի չեմ, ես երևանցի եմ, բայց շատ եմ սիրում։ Ինչի, որտեվ ավելի կոմպակտ քաղաք է, հետո հաճելի է, մեքենա կանգնացնելու տեղ կա։ Կարևոր է։ Այո, շատ հեռու չեն ծայրերը, բանման։ Ու հետո ուրիշ հանդիսատես է, հետարքիր հանդիսատես է, շատ հետարքիր, որ չհավանեցին, նես չելի, որ անընդհատ ծապտան, ինչ էլ ըլնի ծապտան չէ, կարող է ծապտան, բայց արդեն թույլ են ծապտան, Ծապից գաս իսկ եթե հավանում են, բոլորը ոտքի են կանգնում, բան, այսինքն, ես հիշում եմ, որ Ուտմազյանը եկել էր, բան, ես այն ժամանակ արհեստական ղեկավարն էի, իր աղջկա հետ ասմունքի, վերջ էր,
Ելույթ ունեցան, վերջացեցին, հետո դուրս եկավ, ասի, հա, ոնց էր։ Գոլա ջան, ես ինչ հանդիսատես եմ։ Իդ ոնց էին լսում, ոնց էին տրվում ամեն ինչին, ես սենց հանդիսատես չեմ տեսել, ասի, բա ինչ էիր կարծում, չէ, բա երևնցիկ։ Եվ գիտեք ինչն է, ինչ շատ է դուր գալիս, Լորին, Գյումրին, Սյունիքը, բան ինչի, որովհետև այնտեղ շատ ավելի կոնկրետ են մարդիկ։ Ես հիշում եմ մի հատ ներկայացում էի կարել Հեջան Շաշաստան երկոչում, Թումանյան հեքիաթներն էին։ Գնացինք Կիրովական, վիրավորված էին։ Ինչի։ Ես ինչա Թումանյանն է գրե, Հեջան Շաշաստան, հետ մենք շաշ ենք։ Վերնագից ելնելով, պարզան կատակեցինք բանասիկ, որ դա կապ չունի ձեզ հետ բան և այլ, մի խոսքով։ Գյումրեցի հանդիսատեսն էլ շատ նուրբ անկալում։ Խստապահանջ հանդիսատեսա, բացի նուրբ ընկալելուց Գիտես նաև։ ինչա, խստապահանջի հարցը չի, Իրանն է թե Իրանը չի, որ Իրանը չի ուրիշը։ Իրանն է ինքը լրիվ տրվում է, այդ դու չես թողնի սուտ ասեմ, այդ որ խաղում էիք այդ ինչ էր անունը։ Երկնագույն շանաչքերը։ Հա, երկնագույն շանաչքերը փոքր դալիճա, բայց այս sense նստում նայում են, ոչ թե այս sense նայում են։ Հետո մի հատ էլ ներկայացում եղավ, որտեղ էս մեր աղջիկը խաղում էր։ Բոհեմը բաներ խաղում։ Էդիթ Պիաֆ, տարբեր բաներ էին, 4 հեղինակներ էին տարբեր, այսինքն մարդիկ 4 կանայք էին, արվեստագետներ էին տարբեր։ Փոքր դահլիճում եւ պետք է տեսնես ոնց հանդիսատեսը նայում։ Եվ կա մի կարոտ եւ մի զգացողություն շատ իմանանք, շատ բան իմանանք։ Ես դա շատ եմ գնահատում։ Ձգտումը կա շատ բան իմանալու, այդ դա շատ կարևոր։ Շատ կարևոր տարի է, հոբելյանական տարի է թատրոնի համար, նշվելու է 160-ամյակը։ Ինչ փոքրիկ փակագծեր կարող ենք այսօր առիթից օգտվելով մի փոքր բացենք նաև մեր հեռուստադիտողների համար։ Ուրեմն ասեմ, մի փոքր բան կա, որ 160-ամյակն է թատրոնի եւ իմ 80-ամյակն։ Այսինքն թատրոնի իզնից չգիտեմ ինչ երկու անգամ մեծ։ Հետո ես ասեմ, որ բավական ծավալուն բաներ եմ մտածել։ Էլ չեմ ասում, որ դերասանները ելույթներ են ունենալու, երգելու են, պարելու են, կտորներ են ցույց տալու, բավական մեծ բան է պատրաստվում, էլ չեմ ասում, որ ցուցահանդես, էլ չեմ ասում, որ ասա դու Այո, էլ չենք ասում, որ արդեն սկսվել է մեր 160-ամյակի հետ կապված, այո, դեռ ամերիկյան հյուրախաղերից մինչ օրս 160-ամյակն ենք մենք նշում եւ պատրաստվում, դեկտեմբերի 25-ին կլինի տոնական բացումը։ Արդեն արտիստիկ համերգով, որի ռեժիսորները Ռաֆայել Ասատրյանը, պարերը Արինա Սատերյանինն են եւ այդ տեղ հանդես է գալիս նաև ֆոլկաստիկ բենդը, Գյումրիում ստեղծված նորաստեղծ բենդը, որին այո, վստահ եմ, որ դուք ծանոթ եք։ Հետավարում ենք առիթներ ունեցել հանդիպել ենք։ Եվ երգում են մեր թատրոնի արտիստները։ Մի խոսքով շատ հետաքրքիր շոու ներկայացում է լինելու։ Երգ, մյուզիկլային ինչ-որ լուծում է դրված։ Այո։ Ուղղակի ինչ-որ գծով, երևի ինչ-որ մի ձև կապված։ Այո, այդ ամենը կապել են իրար։ Բայց ամբողջը լինելու է երաժշտություն եւ պար։ Կարող ենք համարել, որ թատերաշրջանի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր, իսկ հոկտեմբերի 25-ին տոնական բացում։ Այո։ Մենք վստահ ենք, որ դեռ առիթ կունենանք այդ թեմայի շուրջ նույնպես մեր տաղավարում հանդիպել, ավելի այսպես լայնածավալ զրուցել։ Ամեն դեպքում մենք ուզում ենք ձեզ մաղթենք այսօրվա առաջնախաղի համար հաջողություն։ Մենք վստահ ենք նաև, որ այս ստեղծագործությունը այն ինչպես դուք շատ քիչ ներկայացումներ նշեցիք, բայց այդ քիչ սիրված ներկայացումների ցանկում կլինեն ձեր կողմից, իսկ հանդիսատեսի կողմից վստահաբար հերթական սիրված ու նաև ընդունված ներկայացում կդառնա։ Տեսեք, երկար կյանք ենք մաղթում, պարոն Սատորյան։ Որ կընդունեն հանդիսատեսը, որովհետև շատ մոտ է իրանց ամեն ինչ, ամեն իմաստով։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում ռեալ բաներ։ Ես այդ բաները մի քիչ ինձ էլի սիրում եմ, բայց այս բաները մի քիչ ինձ համար Եթե կա բարդ ճանապարհը, ինչ ենք բարդ ճանապարհն։ Հա, ես սիրում եմ ռեալ դերասանական թատրոնը, որ դերասանը երևա։ Դերասանի միջոցով իմ
մտքերը, իմ ցանկությունները արտահայտվեն։ Իսկ այդ չեմ ասում, աբսուրդը չեմ սիրում, էլի սիրում եմ, բայց իսկ ով ասում որ աբսուրդ ձևով պիտի բեմադրել, էլի շատ ռեալ, հենց դա է հետարքիրը, որ աբսուրդի մեջ ռեալը կա։ Ռեալ ձևով աբսուրդի մասին ես խոսում, ոչ թե աբսուրդ ձևով աբսուրդի մասին, այդ արդեն դառնում է ապուշություններ։ Քիչ դժվար ընկալելի ամեն դեպքում։ Այո։ Ինչևէ, շատ շնորհակալություն, որ հրավերը չմերժեցիք ու այսօր մեզ հետ օրը սկսեցիք։ Ես էլ շատ շնորհակալ եմ, որ այդ սիրուն երիտասարդների դիմաց եմ նստած։ Շատ շնորհակալություն։ Իրա մասին չի խոսքինք։ Դուք միասին աշխատում եք։ Այո։ Շատ շնորհակալություն։ Հաջողություն ենք մաղթում այսօրվա ջեմա թե ձեզ, թե պարոն Ծատուրյան ձեզ ու նաև մեծ թիմին, ովքեր այսօր նույնպես հանդիսատեսի դատին կհանձնեն հերթական նոր ներկայացումը։ Ու մաղթում ենք, որպեսզի ներկայացումն էլ շատ երկար տարիների կյանք ունենա, որովհետև կարևոր ասելիք կա այդտեղ։ Պինդ բնավորության մասին ասելիք կա։ Այո։ Կա այդ բան։ Շնորհակալություն։ Ձեզ հաջողություն։ Հաջողություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Իսկ մենք երաժշտական դադարից հետո կվերադառնանք ու դեռ ձեզ հետ պետք է շարունակենք շփվել։